Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է ճանաչել մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։ Վերջին դատական նիստի ընթացքում Արցախի նախկին պետնախարարը փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ, տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս։ Շուրջ 1 տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չի մասնակցել։ Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները։ Ադրբեջանի նախագահը օրերս Մյունխենում հարցազրույցի ընթացքում նշել էր, որ նրանց ազատ արձակումը ոչ մի կերպ հնարավոր չէ։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ, սա դատավճիռ է հայ ժողովրդի դեմ։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը արձագանքել է Բաքվի շինծու որոշմանը։ Մեջբերում հայտարարությունից Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքների պաշտպանության խմբերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Վարդանյանի ընտանիքը նշել է, որ շարունակելու են ձգտել Արցախի նախկին պետնախարարի եւ մյուս մեր հայ բանտարկյալների ազատ արձակմանը։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի նախկինում Տեր Արամ եւ Արամայիս Թախմազյանի նախկինում Տեր Թադե հայցադիմումները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պարտավորվում է առանց խոչընդոտների ապահովել քահանաների գործունեությունը իրենց հոգեվոր պաշտոնում։ Բացի այդ, նշված ժամանակահատվածում Մայր եկեղեցին պետք է ներկայացնի ապացույցեր, որպես հիմք վկայակոչված ներքին եւ անհատական իրավական ակտերը եւ հոգեվորականների գործունեությունը կարգավորող պայմանագրերը։ Միքայել Սրբազանը այսօր դուրս է գրվել Իզմիրյան բժշկական կենտրոնից։ Շիրակի թեմի առաջնորդին 2 անգամ վիրահատել են։ Փետրվարի 6-ին Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվել էր տնային կալանքով եւ ավելացվել բացակայելու արգելքը, բայց դատարանի որոշումից հետո նա մնացել է հիվանդանոցում ու շարունակել բուժումը։ Միայն այսօր նա կարող է մեկնել Գյումրի իր տուն։ Օրերս պետական եկամուտների կոմիտեի Գոգավան մաքսային անցակետ էր ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց։ Հայաստանից Վրաստան մեկնող մեքենայի հետնամասում մաքսային զննության ժամանակ հայտնաբերվել են ոսկենման եւ արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր։ Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կիլոգրամ 319 գրամ, որից 540 գրամը ոսկենման մետաղից, իսկ 2779 գրամը սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։ Թեհրանը ցանկանում է գործարքի գնալ եւ գիտակցում է հետևանքները, հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս բանակցություններին ինքը մասնակցելու է անուղղակիորեն եւ դրանք շատ կարեւոր են լինելու։ Տեսնենք, թե ինչ կստացվի, նշել է Թրամփը։ Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչներն այսօր Ժնևում կանցկացնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Դրանք տեղի են ունենալու Օմանի միջնորդությամբ։ Այս ամենին զուգահեռ Հորմուզի նեղուցի մոտ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի զորքերը սկսել են զորավարժանքներ անցկացնել։ Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ժնև մասնակցելու ռուս-ուկրաինական հարցերով բանակցություններին։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ ջանքերից հետո կարծես սպառվել է Դոնալդ Թրամփի համբերությունը։ Նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան պետք է արագ նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Արդեն մի քանի օր է ինչ ԱՄՆ նախագահը այսպիսի կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, արդեն ոչ թե առաջարկելով, այլ պարտադրելով Ուկրաինային համաձայնել գնալ բանակցությունների։ Միևնույն ժամանակ Ուկրաինայից տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Զելենսկին, հույս հայտնելով, որ այսօր կայանալիք հանդիպումը կտա ցանկալի արդյունք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ուկրաինական հետախուզության տվյալներով Ռուսաստանը ավելի շատ հարձակումներ է պատրաստվում իրականացնել էներգետիկ օբյեկտների վրա։ Զելենսկու խոսքով նման հարվածները դժվարացնում են գրեթե 4 տարվա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի կնքումը։ Հետախուզական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա զանգվածային հարվածներ հասցնել։ Ուստի անհրաժեշտ է ապահովել բոլոր հոբ համակարգերը պատշաճ կերպով կարգավորված լինեն, ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
Կուբայում անցել են էլեկտրական եռանիվ հեծանիվների իբրև տրանսպորտ վառելիքի դեֆիցիտից հետո։ ԱՄՆ-ն դադարեցրել է Վենեսուելայից նավթի արտահանումը և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Կուբային վառելիք մատակարարող երկրների համար։ Վառելիքի պակասը հզոր հարված էր երկրին։ Վենեսուելայի գործողությունից հետո Թրամփը հայտարարել է, որ վենեսուելական նավթ այլևս չի ուղարկվի Կուբա, նշելով, որ Կուբայի կառավարության տապալումը մոտ է։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղատարապ անձրևների պատճառով նախատեսվել է Լոս Անջելեսի մի քանի շրջանի բնակիչների տարհանում։ Բացի այդ, կա մտավախություն, որ Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նույնպես վտանգված են։ Միացյալ Նահանգներում հորդառատ անձրևները կուղեկցվեն նաև քամու ուժգնությամբ և կայծակի որոտումներով։ ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ, այդ թվում կասկածյալը, զոհվել է, ևս 3-ը ծանր վիրավորվել։ Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, տղամարդը կենցաղային վեճի ընթացքում սպանել է իր կնոջն ու 3 երեխաներին, հետո ինքնասպան եղել։ Մարզադաշտի շրջակա ճանապարհները փակվել են, տարածքը հսկում են մեծաթիվ ուժայիններն ու ուղղաթիռները։